Աստծուն փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է մեր Աստված, որ այսօր իրապես որ լսում ենք այսե բաներ, որ շատ տեղեր, որ մարդկանց հալածում են, բայց մարդիկ Քրիստոսին ավելի շատ են սիրում։ Եվ մենք այսօր այնքան տեղեր ենք լսում, չէ, որ երբ որ մարդկանց հավատքի համար մահ է սպասում, ժողովուրդ ջան, մարդիկ մահ են, մարդիկ իրեն դառան քրիստոնյալ, իրանց մահ է սպասում, բայց մարդիկ համարձակ դառնում են, ընդունում են Քրիստոսին։ Եվ այսօր մենք տեսնում ենք, այո, շատ տեղեր, որ մարդիկ վազում են պաշտամունքներ, գնում են Տիրոջ տունը, բայց այսօր որ մենք տեսնում ենք, այսօր մենք այս դարաշրջանում ոչ մեկը մեզի չի հալածում, ոչ մեկը մեզի ոչ մի բան չի ասում, բայց մենք տեսնում ենք մարդը պաշտամունք չի գնում։ Մենք տեսնում ենք, որ մարդու մեջ միշտ մի բան պետք է անի, որ ինքը արտարանա, որ ես այսօր չկրծա պաշտամունք գնամ, չէ, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչն է պատճառը, որ քանի որ մարդը նեղության մեջ է, որ գիտե իրան մահ է սպասում, բայց մարդը հոժարությամբ չեն վախենում, ժողովուրդ ջան, չէ, մենք լսենք եղբոր վկայություն, այսօր ռուսախպեն եկա դրա մասին վկայեց, ասես կգցեմ կլսես, այդ YouTube-ի մեջ կա ինչ-որ այդ Թո Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան, այսօր մարդկանց համոզում ես, օй մարդ, վերջը ապաշխարա, փրկվի, գնա պաշտամունքների, ժողովուրդ ջան, մենք ասում ենք, մենք լսում ենք, մենք ասում ենք, մենք լսում ենք, այսինքն ինչ է նշանակում, որ այսօր դաժե մենք տեսնում ենք, որ Աստված ընդառաջ է գալու մարդուն, ուզում է մարդուն օգնալ, ժողովուրդ ջան, այդ որ դու պաշտամունք ես գնում, ուրիշի օգնի համար չէ, քո համար ես անում, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր դու փոխվում ես, այն որ դու զղջում ես, դա քո օգուտն է։ Այն որ դու այսօր ապաշխարում ես, սա էլի քո օգուտն է, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ոնց որ ինադիգնեն չեն ուզում գնան, ասում եմ, ախր ում եք վնասանում, ժողովուրդ ջան։ Այն մարդ իրամ դի վնասանի, չէ։ Եթե չտաս ապաշխարես, եթե չփոխվես, չսրբանաս, չմաքրվես, այն վերջը այնքան բաներ կա, որ այսօր մենք տեսնում ենք, այո, Տիրոջ հոգին օրեցօր բացում է իր խոսքը, իր ճշմարտությունը, որպեսզի իր ժողովուրդը իմանա Աստծո ճշմարտության մեջ մնա, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այո, Աստված շատ է ուզում օգնի, որ այսօր մարդիկ հավատք ունենան Աստծո վրա։ Մենք այն անգամ շատ անգամ խոսում ենք հավատքի վրա, ժողովուրդ ջան, չէ՞։ Հավատքը դա մի կարևոր բան է, որ դու հավատաս, Աստծուն հավատաս, որ Աստված քո մեղքերը ներում է, երբ որ դու զղջում ես եւ ապաշխարում ես, եւ դու խնդրում ես Տիրոջը, ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք փորձությունները, որ գալու են մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան, թե եւ շատ անգամ մարդը հուսահատված, ժողովուրդ ջան, դա մի ճանապարհ է։ Լավ իմացեք, բաներ կա Տերը թույլ է տալում։ Բաներ կա Տերը թույլ է տալում, որ այդ բաների մեջ մարդկանց մաքրի, մարդկանց մի բան հաստատի, որսոր մենք տեսել ենք շատ անգամ շատ փորձությունների ժամանակ մարդիկ փոխվում են, ժողովուրդ ջան։ Այո, մարդը հուսահատված է, մարդը տեսնում է ելք չկա, մարդը տեսնում է արդեն վիճակ չունե, էլ դու չգիտես ես վիճակի մեջից ոնց դուրս գաս, ինչ անես, ոնց անես, ժողովուրդ ջան։ Բայց Աստված այսօր օգնում է ինձ էլ քեզ էլ, սիրածո ժողովուրդ ջան, չէ։ Մենք այսօր գիտենք, այո, շատ հիվանդություններ կա, նաև գրուպ 3 մենք գրեցինք, չէ։ Ոմանք լուրջ հիվանդություններ ունեն, ժողովուրդ ջան։ Մենք չենք իմանում Աստծո ծրագիրը, թե ոնց է, չէ։ Ինչու մարդը չի բժշկվում կամ ինչն է պատճառը, ժողովուրդ ջան, չենք, մենք չենք կրա Աստծուն թելադրել։ Մենք աղոթում ենք, մենք աղաչանք ենք բերում, մենք խնդրում ենք, ժողովուրդ ջան։ Եվ մեր կողմը որն է, որ մեր կողմը ճանաչենք մեր Աստծուն, շիրասո ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, այո, շատ անգամ կարա մարդը տրտնջայել, վերջը բողոքել Աստծո, չեսենք, վերջը քո հայրն է։ Ասենք, երբ որ դու ես ամեն բան անում ես, վերջը դու դրա մեջ չես մնում, չէ, նույնս գալում ես, ընկնում ես, պապա այդ ոտքերը գրգում ես, պապա ջան, ներ անձի մարդ ենք էլի, ժողովուրդ ջան։ Այո, այսօր մենք տեսնում ենք շատ անգամ, որ մարդը նորա գալում ասում, չէ, նորա հոգին է, չէ, նորա վրաշոնի, չէ, մենք էլ ենք եղել տարիների, ժողովուրդ ջան։ Շատ բաներ ենք ուզեցի անենք, շատ բաներ ենք, շատ բաներ մեզի անհասկանալի է եղել։ Բայց ընթացք, երբ որ դու շարունակում ես Աստծո տուն գնալ, երբ որ դու շարունակում ես Աստծո հետևից գնալ եւ իրան պաշտել ու ծառայես իրան, ժողովուրդ ջան, Աստված կամացից քեզի բրի սովորացնի։
Դուք երեխեքին ո՞նց ես կրտնում ու դաստիարակում, չէ՞, ասենք, երբ որ քո երեխան մի տարեկան է, այդ երեխուն դու մի 10 տարեկանի բան չես բացատրելու։ Այսինքն դու այն բանն ես խոսում, որ երեխան մի տարեկան, այդ մի տարեկանի համար հասկանա, չէ՞։ Հիմա նույնպես Աստված մեր այդ այն ժամ, այն վաղտա խոսում, երբ որ մենք հասկանանք, որ մենք Տերը մեզ ինչ է ուզում, Ժողովուրդ ջան։ Եթե մարդը նոր է եկի, Աստված իրանից շատ բարդ բաներ չի պահանջում։ Ինչու՞ է, որպես տվյալ մարդը չեռանա Աստծո, Ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ բոլոր մարդկանց սպայի։ Աստված գիտա, որ դու նոր ես եկել, շատ բաներ դու չես հասկանում, Ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, կարա մարդիկ տարիներով լինեն, բայց շատ բաներ կա դեռ չեն հասկանում։ Ինչ որ մի բան բացված չի իրանց կյանքի մեջ, նայել մեզ է օրեցօր Տերը խոսում մի բան բացի իր խոսքի, Ժողովուրդ ջան։ Երբ որ Տերը իր խոսքը բացում է, եւ շատ անգամ ասում ես, այ Հիսուս ջան, այս խոսքը ինչքան եմ կարտացել։ Բայց այդ պարագայի մեջ Տերը բացում է քեզ իր ճշմարտությունը, որ ես ու դու հասկանանք, Ժողովուրդ ջան։ Այսինքն Տիրոջ խոսքը այսօր Տերը բացում է ամեն մի եղբոր, չէ, ամեն մի հոգու Տերը բացում է իր խոսքն ու ճշմարտությունը, Ժողովուրդ ջան։ Այն որ Տերը քեզ է այդնում, որ դու իմանաս Աստծո ճշմարտությունը որն է, եւ դու ճանաչես Աստծո ճշմարտությունը, Ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար փարիսեցիները, սադուկ իրանք չճանաչեցին Աստծո ճշմարտությունը, Ժողովուրդ ջան։ Երբեք Տեր Հիսուսը չասես, լավ է, որ դու փարիսեցի ես, դրա մեջ էլ մնա, չէ, Տերը դաս պիտի հանի, Ժողովուրդ ջան, չի թողա դե։ Եթե մարդը անճշմարտության մեջ Աստված ո՞նց կրա թողի դե, Ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ես որ Չերեպավեցում էի, Ժողովուրդ ջան, մի եղբայրներ են եկել, երբ որ ես եղբայրը քարոզում էր, ասում էր, դե ինքը վայեն էր եղել, ասում եմ մեկը ձեն եկավ, ասես գնա եկեղեցի։ Հələ նոր անհավատ մարդ, Ժողովուրդ ջան։ Ասում եմ գնացի եկեղեցի։ Վերջը գնացել էր վանքեր մտես, մա քանան կայնացել, դե գնացի մոտիկցա քանային։ Դե ինքը հասկացել եկեղեցին այդ վանքերն է, Ժողովուրդ ջան։ Դե անհավատ մարդ ինչ պիտի հասկանա, չէ՞։ Վերջս մամ գնացել եմ քանայի մոտ եմ կայնե, ասում եմ Սուրբ ոգին ինձ ասում է ձելի գնա։ Այ ասում եմ նայում եմ կողերս մարդ չկա, քանան է չի խոսում։ Ասում եմ 3 անգամ Սուրբ ոգին ինձ ասել, ելիս տիս գնա, ես քեզից տե չեմ ղրգե։ Ասում եմ նայում եմ քանա չի խոսում, կողերս մարդ չկա։ Եվ հիշում եմ նաև ինքին վրեն ցույց տվավ, Ժորժ ասում է, երբ որ ես չհասկացա, ասում եմ վերցրեց ուսերիցը Սուրբ ոգին, ասպես տարավ դրից դուրս անեց։ Ասես գնա այնտեղ հավատքի ժողովուրդ կան, հավաքում են։ Ավետան հավատքի քրիստոնյաներ, գնա այնտեղ ու ապաշխարա։ Եվ ինքը հետո մատեղ եւ ապաշխարում է եւ դառնում Աստծուն, Ժողովուրդ ջան։ Այո, մենք այսօր տեսնում ենք, որ Աստված ամեն միջոցներ է փնտրում մարդկանց հետ խոսելու, Ժողովուրդ ջան, չէ՞։ Հիմա շատ անգամ մարդիկ մտածում, որ ասում են եկեղեցի գնա, մարդիկ մտածում դե տան դե մոմ վառեն։ Ժողովուրդ ջան, Աստված անճշմարտության տեղ չի ղրգա ոչ մեկին։ Աստված չի ուզում, որ մարդը հարմարվի այնտեղ, որտեղ ճշմարտություն չկա։ Եթե մի տեղ է ճշմարտություն չկա, դու դե չես կրում հարմարվես, իր Աստծո ժողովուրդ ջան։ Դամար Տերը ծորտնի բոլորս իր Աստծո ժողովուրդ ջան։ Այսօր այնքան կարևոր է, որ այսօր Տերը ուզում է, որ մարդը ճանաչի իր ճշմարտությունը, Աստծո ճշմարտությունը, Ժողովուրդ ջան։ Շատ տեղեր կասում են, դե եղբայր ջան, կարևորը չի էսի, կարևորը սիրտդ մաքուր է, այ մարդ ով է քու հակու կաբին նայում, ով դեսի նայում, Տերը դրան չի նայում, Ժողովուրդ ջան։ Եվ այսօր շատ մարդիկ հավատում են։ Մարդը նա որ մերկ մանգա ներող կլնի, Ժողովուրդ ջան, բայց հավատում է դրան։ Ասում է կարևորը սիրտն է։ Բայց է սիրտն է, մի ասված մա բաժակի ներսը մաքրա, դուրսը մաքուր պետք է լինի, Ժողովուրդ ջան, դա ավետարանն է մեզ ասում։ Այսինքն, եթե ասված իմ սիրտը փոխեց, բա իմ դուրսը կարող է կեղտոտ մնա, Ժողովուրդ ջան։ Այո, մենք ինչպես եղբայրը քույրիկներից վերաբերել, այսօր մենք եղբայրներս նույնպես ունենք պարկեշտություն, Ժողովուրդ, ես չեմ ճամար Տերես խոսքը բերում։ Ես вообще ուրիշ բանի մասին դի խոսայի։ Աստված մեզի նույնպես բերել է պարկեշտություն, Ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք տեսնում ենք, այո, շատ ցավալի է, շատ անգամ որ տեսնում ես մարդը, Ժողովուրդ ջան, ապրում է եւ հավատացյալ է։ Դե իրանց էծև սովորացրել են, բայց ավետարանը քեզ էծև սովորացնում է թե չէ, Ժողովուրդ ջան, այնքան կարևոր է որ մարդը մտնի ավետարան։ Միգուցե մենք կարա մի բան սխալ ենք ասում քեզ, հələ ուզում ենք քեզի փորձենք։ Հələ տեսնանք դու ավետարանից բան գիտես թե չէ։ Ժողովուրդ, այնքան կարևոր է, եթե դու ավետարան չիմացար, մարդուն հեշտ հանգիստ կարելի է խաբել։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ
մի ընտանիք էր, հավատքի ժողով Ժորժան, էլի մենք մարդկանց չենք ուզում դատենք Ժորժան, մենք ոչ մեկս չենք դատողներ չենք, մենք պրոստը ցավում ենք եւ մենք ուզում ենք ուշադիր լինենք եւ մենք էլ ըժգուշանանք, որ վաղ միսօր մենք չգնենք այդ ծուղաղը Ժորժան։ Ինքան կարևոր է, կարա մարդը ավետարանը անգիր իմանա, անգիր տեղերը ասա, քեզ սաղ տեղերը կասա, բայց երբ որ գալու է ճշմարտության ես հանդիպում, մենք է տեսնում ես այն մարդը ճշմարտությունից հեռու է։ Ես հիշում եմ մի քանի տարի երբ որ մի ընտանիք եղբայր ասում է Հիսուս էս ինչ օր է գա, սեպտեմբերին պետք է Ժողովուրդ ջան։ Դե եղբայրս մեն այ աղբեջ այդպես բան որտեղ է գա։ Ասում է եղբայր ջան, էս ինչ եղբորը բացել է Տերը։ Ձեզ իլ բացված չի ավետարանը։ Ժողովուրդ ջան, դա խապուսուկ է։ Դա Աստծուց չէ, դա սատանայից է, դա չարից է, լավ իմացեք։ Եթե միտեղ ու կազատ կենեն տիրոջ գալվան օրը, լավ իմացեք, կրակ այդ եղբորը մերժեք, ով ուզում է եղնի։ Եթե մի եղբայր կասա, գիտես ինչ կա, մենք ասում ենք Տերը գալու է, շուտ է, քիչ է մնաց, դոջը, մենք իրավունք ունենք, որտեղ Տերն ասում, որ շուտով պիտի գա։ Բայց մենք իրավունք չունենք մի հատ օր ձեզի նշանակենք, որ այս ինչ օրը գալու է, դա սադություն կեն, դա սատանայի գործը, դա Աստծո գործ չի, ժողովուրդ ջան։ Երբեք ավետանը չի նշում իր գալեսյան, բայց այսօր տեսնում ենք մարդիկ հավատում են, ժողովուրդ ջան, հավատքի մարդիկ հավատում են։ Այստեղ է ցավալի բանը։ Մտածում ես, մեզ Հիսուս ջան, նույնիսկ մարդ ավետան չէր իմանում։ Բայց տարիներով գալում է մարդը պաշտամուկի, տարիներով գալում է պաշտամուկ, վերջը կարդում, աղոթում է Հիսուս ջան, քարոզներ է լսում։ Բայց գալում է մի պարագա, մարդուն խապում են, ժողովուրդ ջան։ Եվ մարդը խապնվում է։ Շատ անգամ որ մարդկանց խեջ են ասել են սաղ եղածներ ծախեք, շուտը Հիսուսը գալում է, ելում եք լեր, այս խեջ որը սաղ ծախել, ելեն լեր, Հիսուսը չկա։ Այ սիրելի հոգի, վամիսոր դու պետք է մեղադրես, եղբոր է դա աղբորը պետք է մեղադրես, որ քեզ խապել է։ Այդ բա դու ավետարան չեր իմանում, Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք վամիսոր որ կանգնանք Տիրոջ առաջ, որ մենք չենք ասել Հիսուս ջան, այս աղբերը ինձ խապեց, ես սխալ իմացա։ Եք ասա, բա դու ավետարան չեր կարտացել, Ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է, որ այսօր մենք կարտանք ավետարան եւ մենք աղոթենք, որ Տեր բաց մեզ քո ճշմարտությունը Ժողովուրդ ջան։ Եթե մի սադություն եղավ, քո հոգուն անհանգիստ կլինի եւ դու չես կրան տունես Ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք շատ բազմություն, իր եղածները ծախեցին, թափեցին, որ այդան երկինք, ելել են լեռը, բայց Հիսուս չեկա։ Ու չել գա։ Իրանց ուզած ժամանակով չի գա Տերը Ժողովուրդ ջան։ Մենք որ կարդում ենք մատերը այն ժամանակը, դաշե մարդիկ չեն էլ պատկերացնել Տիրոջ գալը Ժողովուրդ ջան։ Ակնտարտ, աչք բացել գոցելու պես Տիրոջ գալը։ Ինչ համար այսօր մենք տեսնում ենք, այո, այսօր մեր Տեր օրհնի եղբայրներից, Տերը նաև խոսում է, քարոզում է իր ժողովրդին, Ժողովուրդ ջան, որ մարդիկ չմնան այդ բանի մեջ։ Այսօր շատ մարդիկ ասում են, դե հավատքի մեջ տարբերություն չկա, որտեղ ուզում ես գնա, ասում են որտեղ այդպես բան։ Այսինքն դու մի տեղը գնում ես, որտեղ ճշմարտություն որ կրասն դեմ մնա Ժողովուրդ ջան։ Հիշում եմ մեր եղբայրներից, որ երբ որ մեր ընկել էր այդ բաների մեջ, հավատների մեջ, ասում եմ ավետարանը կարդում եմ եւ տեսնում եմ այդ բանը չի համապատասխանում իրանց ապրած կյանքին, ասում եմ լարեք եղբայրներ ջան։ Ավետան ինչ ասում ես, բայց դուք այդպես չեք ապրում։ Ասում ես ոնց ուզում եք, հագնվեք, ինչ ուզում եք, արեք, գլխաշալը, պետք չի Ժողովուրդ ջան, Հիսուսը գալու է։ Կարևոր ձեր սիրտն է։ Ժողովուրդ ջան, Աստված ողորմա մեզ բոլորը, Ժողովուրդ ջան, իրապես այսօր տեսնում ես շատ մարդիկ ավետարանը չեն իմանում։ Տեսնում ես քույրիկ, ընես մինի է հակած, ասում եմ Աստված ջան, բայց մարդը չի հասկանում, ես քույրիկը, բայց չի իմանում, որ այդ մինին անհավատ մարդիկ կարող այդպես չակնեն Ժողովուրդ ջան։ Դե ասում են, ասել են, բայց մենակ սիրտ մաքուր եղնի։ Այդ մինին կարևորը չի։ Ժողովուրդ ջան։ Դամար Տերը ողորմա, ինչ համար ասում է, ասում է շատ քչերը պիտի փրկվեն Ժողովուրդ ջան։ Ասում է այդ մեն այն մարդիկ, որտեղ որ այդ կորուստի տեղը շատերն են էտալու Ժողովուրդ ջան։ Բայց քիչ տեղը, որտեղ որ Տերը պիտի մաքրի Ժողովուրդ, այնտեղ շատ քչեր են մտնելու Ժողովուրդ ջան։ Ինչ համար։ Որտեղ այս մարդիկ հասկանում են, որ իրանք պիտի ապրեն ճիշտ ապրեն։ Ով ուզում է մեզ սովորացնի, մենք պետք է սովորենք ավետարանը եւ իր ճշմարտությունը Ժողովուրդ ջան։ Ասում է շատ որ են անոնք, որոնք կորուստ կգնան Ժողովուրդ ջան, դա հավատքի մարդկանց մասին ասում, անհավատների մասին չի ասում, լավ իմացեք։ Այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ ասում են, այ ախպեր, մենք ոնց հասկանանք, այնքան հավատներ կա, դարիբի չկա, որն է ճիշտը։
ժողովուրդ ջան։ Այ եթե դու ուզում ես ճիշտը գտնես, դու մի հատ ավետարան պետք է կարդաս։ Տենաս ավետարան մեջ քեզ ինչ ասում, վերջը Տեր Հիսուս ջան, դու ինձ օգնա, ճանաչեմ քո ճշմարտություն։ Կարա դու աղոթես, Տերը քեզ տանի սուտ տեղ տանի ժողովուրդ ջան։ Տանի փարիսեցիների մեջ, սադուկեցիների մեջ։ Չէ, Տերը կբեզա քեզ ճիշտ ճամփեն, ժողովուրդ ջան։ Եթե մարդը անկեղծ երողու պես աղոթում է, նա խնդրում ասում, որ Տեր ասա, դու ինձ օգնա։ Ինչու՞ որ այսօր մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակ ժողովուրդ ջան շատ երիտասարդներ այս աշխարհից խապնվում են ժողովուրդ ջան։ Աշխարհը կուլ է տալը։ Մենք ակրած այնական որ խոսացինք, որ չէ, սատանե մռնչող այրուց պես մանա գալում, դե ում կուլ տա ժողովուրդ ջան։ Որտեղ մի թույլ տեղ բռնեց, այդ մարդուն կուլ է տալում։ Ժողովուրդ կուլ տալը կարա մարդից մերիսում, կարա մարդուն գցա մեղքի մեջ, մարդը տեսնի, եղբոր քարոզի զղջա ապաշխարի, բայց մարդու մեջ որ բերում է, որ դու Աստված քո աղոթքը չի լսում։ Հիսուս էս ինչ օրը գալում է, եւ մարդիկ հավատում են ժողովուրդ ջան։ Աստված իմ աղոթքը չի լսում, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք ժողովուրդ ջան, շատ անգամ ինչու՞ համար էս ցավալի բանը եւ մարդը սկսում է դատարել իր աղոթները։ Աստված իմ աղոթքը չի լսում, էլ ինչ աղոթեմ, մեկը ոչ մի բան չի փոխվում, ժողովուրդ ջան։ Սիրասո ժողովուրդ ջան, եթե մենք հավատարիմ ենք մնում մեր Աստծուն, Աստված այդ հարցը լուծելու է։ Եթե մարդը մինչև վերջ պայքարում է, եթե քո ամուսինը չի ապաշխարում, քո ընտանիքից ինչ որ մեկը չի ապաշխարում, եթե դու մինչև վերջ ապաշխարում ես, մինչև վերջ փնտրում ես, աղաղում ես, Տիրոջ դուռը թագում ես, Հիսուս, բաց այս դուռը իմ երեխեքի համար։ Լավ իմացի, Աստված պետք է ողորմա նաև մեր երեխեքին, ձեր ժողովուրդ ջան։ Նաև մենք այնական խոսացինք ծնողների մասին, եղբայրս խոսած չես ենք, այո, այսօր ծնողներ շատ կարևոր բաներ կա ժողովուրդ ջան։ Ասում եմ, ձեր երեխեքին չվախեցնեք, որ երեխեն վախադի էլ չուզենա պաշտամունք կա, էլ չուզենա քեզ Աստծո խոսքը լսի։ Որտեղ այնքան կարևոր է սիր Աստծո ժողովուրդ ջան, որ այսօր Աստված ուզում է, որ մենք այո ճանաչենք Աստծո խոսքի ճշմարտությունը։ Էլ եմ ասի, ես շատ անգամ ասում եմ ժողովուրդ ջան, ով ինձ ձև ուզում է ապրի, ով ինձ ձև ուզում է հագնվի, կապնվի։ Այդ իր գործն է ժողովուրդ ջան։ Ես չեմ ուզում այդ ձև ապրեմ ու հագնվեմ։ Հիշում եմ մի եղբայր, սպասավոր եղբայր է լինում ժողովուրդ ջան, վգայություն այդպես։ Վերջը նստած են, վերջը հաց են ուտում, չայ են խմում։ Մի հատ էլ փոքր երեխա է անում իրանց կողմ նստած։ Այս սպասավորը իր սրտի մեջ դրել էր, որ ես պետք է արդեն շորդիկ հագնեմ։ Ժողովուրդ ջան, կարա մեզ համար դες այմա դες շորդիկով է խանգարում, այմա ինչը։ Եվ այդ Աստված այս երեխու բերնով խոսում է, ասում է, ինչ լավ է, որ մեր սպասավորը շորդիկ չի հագնում։ Տերը մի հատ խփում է ուղին, որ տղա ջան, դու սխալ բան ես մտածում։ Եվ այս եղբայրը բժշկվում է, ժողովուրդ ջան։ Բոլորս են մարդ ենք, հնարավոր մենք է շատ անգամ մի բան մտածենք, բայց Աստված մեզի գալում է, հայտնում է, որ բաներ կայդի քեզի մեղ կայդի չի կարելի, տղա ջան։ Ինչպես եղբայրս խոսած ակին բաների վրա, չէ՞ ժողովուրդ ջան։ Եկար մեզ համար շատ անգամ անհասկանալի է եղել։ Այսօր հնարավոր է մարդիկ շորդիկով գան պաշտամունքի։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ես որ նորա հոգի էի ժողովուրդ ջան, հələ ջրով էի մգրտվել։ Դե որ պապան եկել է Ռուսաստանի սպարտիվկա է բերել ժողովուրդ ջան։ Ես այս սպարտիկը շլվարով վերխով էտում էի պաշտամունքի։ Մեկ եղբայրներս բան չսեցին, երկուս բան չսեցին, ժողովուրդ ջան։ Դե վերջը ուզում են մեզի օգնեն եղբայրները ժողովուրդ ջան։ Եթե իրանք արդեն ունեն այդ Տիրոջից գիտություն, շնորհք եւ ունեն ինչ-որ մի բան, նա ուզում են փոխանցեն, նրանց համար սովորական չէ, դու ոնց ուզում ես արի, ոնց ուզում ես կնա։ Հիշում եմ մի եղբայր մոդիկ ծավ այդպես կայնած ենք խոսում ենք, ասեց այ աղբեր ջան, գիտես ինչ լավ բան չի, որ դու սպարտիկով գալում ես պաշտամունքի։ Ժողովուրդ, դե սպարտիկի շլվա, ես մեր գյուղում դաժե միլիցայություն չեն թողա, որ դու սպարտիկով մտնես։ Լավ իմացեք։ Սովորական միլիցայություն։ Բա որքան առավել Աստծո տունը ժողովուրդ։ Այսօր նայում ես մարդը ոնց ուզում է, այդպես մտնում է պաշտամունքի։ Ես շատ տեղեր եմ քարոզել ժողովուրդ ջան։ Երբ որ եղբայրը այդ բանը ասեց, ասում եմ ժողովուրդ ջան, իմ տեղը եղնեք ինչ կասեք, այլ եղբայրը ցույց տուր դեղա գրած, որ դի սպարտիկով չմտնեն։ Ես եղբայրը գիտես ինչ ասեցի, եղբայր ջան, ավելի լավ է դի շուտ զգուշացներ։ Ավելի լավ է շուտ իմանամ, փոխվեմ ժողովուրդ ջան։ Դա պարկեշտուն, դա շնորհք է, դա կարող ավետարանի մեջ գրված չնի, բայց բաներ կարտեն մեզ Աստված հասկեցնում է։ Դու երբեք չես կարդա, որ դե գրած է մինի չակնես, ժողովուրդ ջան։ Դա գրած է պարկեշտություն։
Դամար այսօր Աստված ինչ ասում, Աստված որ իր ժողովուրդը պարկեշտ, մաքուր, այսօր շատ անգամ որ են հին հավատացյալներս մա դաժե աստանովքին մարդկանց ճանաչել են, ասել են քուրիկ ջան դու հավատացյալ ես, եբա դու դες գիտես, ժողովուրդ ջան։ Այո, մարդկանց հերվից ճանաչել են, բայց հիմա չես ճանաչեմ։ Հիմա շատ անգամ չես եք կարում ճանաչել, շատ անգամ նայում եմ հիմա տղա է թե աղջիկ։ Այն ձևա փոխված ժողովուրդ ջան։ Հիմա չես եք կարում հասկանաս այս մարդը տղա է թե աղջիկ։ Այդ է դաշտն է ժողովուրդ ջան։ Այս թիվն է, այս դարն է, որ մարդիկ այսօր ինքան են փոխվում ժողովուրդ ջան։ Դամար Աստված ուզում է որ իր ժողովուրդը մաքուր, սուրբ ապրի իր առջև ժողովուրդ ջան։ Աշխարհը թող փոխվի։ Աշխարհը ոնց ուզում է թող ապրի ժողովուրդ ջան։ Այդ իրանց գործն է։ Բայց մենք հավատքի մարդիկ ինչ ենք անում, մենք ապրում ենք սուրբ մեր հոր առջև, մենք հասկանում ենք մեր հայրը մեզի տեսնում է ժողովուրդ ջան։ Շատ բաներ նա մեզ տեսնում է, կարող է ձեն չանես պարագային քեզ, նա կարող է բան կարող քեզի ոչ մի բան չասի, բայց նա քեզի տեսնում է, նա ուզում է քեզ օգնի, որ մենք ճիշտ ապրենք Աստծո առջև ժողովուրդ ջան։ Աստծո սրբություն այնքան թանկ է, մեր հայրը այնքան սուրբ է ժողովուրդ ջան։ Մեր տերերի Տերը այսօր ուզում է մեզ օգնի, որ մենք ճիշտ ապրենք իր առջև։ Սիր ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլոր դեսիր Աստծո ժողովուրդ ջան։ Շատ կարևոր է, որ մենք բոլորս իմանանք Աստծո ավետարանը։ Շատ անգամ եղնում է, որ եղբայրները մի հատ փորձում են, մի հատ անես բան են ասում, որ դա ճիշտը չի։ Հələ տեսնեն ժողովուրդը արթուն է թե չէ, ժողովուրդ ջան։ Հնարավոր է շատ մարդիկ միանգամից կուլ տան այդ խոսքը, բայց մի հատ չեն նայում, մարդ այդ խոսքը կան տենան գիտի Աստծո է, թե Աստծո չէ, ժողովուրդ ջան։ Դամար այնքան կարևոր է սիրելի ժողովուրդ ջան։ Տերս օրհնի սիր Աստծո ժողովուրդ ջան։ Հիշում եմ մի օքի ասում էր եղբայրը լնատես քուրիկ ինչ լավ է քարոզում, լնայես, ասում եմ այ քուրը ջան, էլ դրան ինչ նայեմ։ Եթե միտեղ բդի քույրիկը քարոզի, ես այդ ինչ նայեմ դրան, ժողովուրդ ջան։ Եթե ավետանը մեզ արդեն ասում է, որ քույրիկներին իրավունք չի տալում քարոզել, ժողովուրդ ջան, բայց այսօր քույրիկ ելնում է բեմ քարոզում ամբողջ աշխարհը եկա ժողովուրդ լսում են։ Ասում եմ Տեր ասած, նույնիսկ դե ոչ մեկը եղբայրությունը դե ոչ մեկը չի դա ավետարա, ժողովուրդ ջան։ Հələ մեկը չէր ասում այ քույր ջան, ըդից իջի, գնա այն վերջը, ապաշխարի գոնե փրկություն գտնես։ Մեղք ես, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք ինչու համար մարդը ավետարանը ծռում, ասում է դա կարևոր չի։ Գիտի՞ մի քանի տար առաջ ժողովուրդ ջան, երբ որ ես հավատք եմ անգալում, երբ որ մանեգան գտա մի հատ քույրիկի, հայ քույրիկ էր։ Ես էլ ուրախացել եմ, որ ամիկ զանգեմ քույրիկիս, վերջը պաշտամունքի տեղ կիմանամ, վերջը զանգել եմ ակին, խոսացի քույրիկ ջան, խաղաղություն, բան։ Ասես գիտես, ես երեց եմ։ Ասի ոչ թե դու երեց ես։ Ասեց հա եղբայր ջան, ես երեց եմ։ Այսինքն այդ քույրիկ ելում քարոզում է, այդ սաղ եղբայրը նստած պետք է լսեն իրան ժողովուրդ ջան։ Ասում եմ այ քույրիկ ջան, դու որտե՞ղ ես կարդացել ավետարանում մեջ, որ դու քույրիկը կգրա երես դառնա։ Ասում այ աղբեր ջան, ինչ ես խոսում, գիտես ինչ հրաշքներ Աստված իմ կյանքի մեջ կադեմ։ Ժողովուրդ, ինչու համար մարդը շեղվում Աստծուց։ Երբ որ Աստված քո կյանքի մեջ հրաշք է կատարում, կարող դու աղոթես մեռածը բժշկվի, կարող դու աղոթում ես այս մարդը եւ այս մարդիկ հասկանում են, որ իրանց շատ բաներ է իշխանություն տված։ Ասում եմ այ քույրիկ ջան, ինչ կապ ունի թե ինչ է քո Աստված քո հետ։ Աստված քեզ իր շնորհքը տվել է, չի տվել, որ դու շահագործես կուզածի պես ապրես Աստծո առ ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, որ ինչու՞ համար դաշը ավետարանում է, որ քույրիկները թող լուր մնան, ժողովուրդ ջան, բայց այսօր տեսնում ես եկա դալիճը նստած, ժողովուրդը եղբայրներ նստած եւ այդ քույրիկ ելել հանդե կարճ մազներով, կդրած մազերով, ագանջները նստած քարոզում է։ Կայնած քարոզում ես մարդիկ լսում են ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, նա էլի Աստծո խոսք պիտի խոսա, լավ իմացեք։ Շատ անգամ ինչու՞ համար մարդիկ խափնվում են, ասում են եղբայր ջան, Հիսուսի մասին է խոսում։ Ինչ կապ ունի Հիսուսի մասին է խոսում։ Բայց ավադան իրան թույլ չի տալու, ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար հետո մենք սպասավորներ չենք, մենք շատ տեղեր մենք այդեղ չենք մտնում։ Եթե միտեղ սպասավորի գործ կա, այդեղ մենակ պետք է սպասավոր անի այդ գործը։ Ես իրավունք չունեմ այդեղ մտնելու, չէ՞։ Հիմի խոստովանություն կա, չէ՞, բաներ կա, որ պետք է սպասավորի մոտ։ Մենք իրավունք չունենք։ Ես չեմ կարող ասել, քուրիկ ջան, արի մոտ խոստովանություններ ա, ես էլ եմ եղբայր, չէ։ Դա համար մենք տեսնում ենք, որ եկեղեցու մեջ կարգ ու կանոն կա, ժողովուրդ ջան, կարգ ու կանոն։ Դամար Տերես օրդի ես չեմ համար Տերես խոսքը բերես, որտեղ ես ուրիշ տեղ ուզում եմ սաղմոսներ կարտայ, ժողովուրդ ջան։
Միգուցե այսօր մենք տեսնում ենք, այո, այսօր այնքան կարևոր է, որ իր ժողովուրդը ուշադրություն դարձնի, որ իշքան էլ Աստված հոգու կյանքի մեջ հրաշք կատարի, մեռելները հարություն առնեն քո աղոթքի մեջ, շատ բաներ կանի, բայց Աստված քեզ իր տեղն է դնում որպես քույրիկ։ Աստված քեզ երբեք բեմի վերևը չի անի, ժողովուրդ, լավ իմացեք։ Տերս օրհնի, ես մի քանի սաղմոց եմ ուզում կարդամ, ժողովուրդ ջան, Տերս օրհնի բոլորիդ էլ, որ այսօր դուք իմանաք, որ Աստված ձեզ սիրում է։ Եթե Աստված մի բան ձեզի զգուշացնում է, նա ուզում է ասի, որ աղջիկ ջան, տղա ջան, ես քեզ սիրում եմ, դա համար եմ զգուշացնում։ Իմ համար սովորական չի, դու ոնց ուզում ես ապրես, վաղուց հայտնվես դժոխքում։ Աստծու համար սովորական բան չի սա, ժողովուրդ ջան։ Աստված երբեք չի ասում, այ մարդ իրանց կորնա, ոնց ուզում են դու ապրես, վաղուց իրանց կորնա, կետան դժոխք։ Չի Աստված միջոցներ է փնտրում, եղբոր միջոցով կխոսի, ինչ-որ մի իր խոսքի միջոցով կխոսի, մի բան քեզի հայտնի, որ դու իմանաս Աստծո ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Որ վաղուց Տիրոջ առջև կանգնեք ու մենք չենք կարող ասել, Տեր Հիսուս ջան, ես քո ճիշտը չիմացա, ես էսպես եմ հասկանում, չի։ Ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Սաղմոս 5-րդ Սաղմոսի, ժողովուրդ ջան, առաջի խոսքից մինչև 3-րդ խոսքը կարդամ։ Սաղմոս 5 առաջի խոսքից մինչև 3-րդ խոսքը։ Ես ուզում եմ вообще այսօր մեկ ինչ խոսենք հավատքի եւ աղոթքի վերաբերյալ, բայց եթե ինչի Տերը տարավ այդ բանի վրա, ժողովուրդ ջան, Տերը ինքը գիտա։ Շատ անգամ քարոզում ես կամ քարոզը մի բան գցում ես, ասում է եղբայր ջան, ոնց որ իմ համար էր։ Ես ինչ իմանամ։ Ու մենք հատուկ ձեր համար չենք քարոզ, չէ՞ ժողովուրդ ջան, մենք Աստծո խոսքը խոսում ենք, բայց այսօր Աստված տեսնում է շատ մարդկանց, որ դրանց կարիք ունեն, ժողովուրդ ջան, եւ նա կերակրում է։ Եվ նա ուզում է, որ քո ձեռքերդ վեր հանի, բարձրացնա քեզ, որ դու կարողանաս քո Աստծուն փառավորես ու պաշտես, ժողովուրդ ջան։ Սաղմոս 5-ի առաջի խոսքը, ժողովուրդ ջան, ասում է, ով Տեր, ականջ դիր իմ խոսքերուս, միտքդ առ իմ աղաղակս, իմ կանչելու ձայնին մտիկ երե, ով իմ թագավորս ու Աստվածս։ Ասում է, ով Տեր, ականջ դիր իմ խոսքերուս, ժողովուրդ ջան, այսինքն մենք մի բան ենք հասկանում, երբ որ մենք աղոթում ենք, մենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք, որ Տեր Աստված դու լսես մեր աղոթքը, մեր աղաչանքը քեզ ենք բերում, Հիսուս ջան։ Այսինքն, որ մենք աղոթում ենք, մեր հոգսերը բերված, ժողովուրդ ջան, մենք աղոթում ենք մեր Աստծուն եւ մենք ուզում ենք, որ մեր Աստված մեր աղոթների պատասխանը տա, ժողովուրդ ջան։ Բոլորս, երբ որ մենք աղոթում ենք, ինչ որ մի հոգս ունես, ինչ որ մի կարիք ունես, չէ՞։ Այո, մենք շատ անգամ մենք տեսել ենք այդ հոգսերի պատասխանները, ժողովուրդ ջան։ Շատ անգամ երբ որ եկել է դժվարություն, մենք մտածել ենք, վсё, այսանով վերջանում է, բայց այդպես չի։ Աստված ծրագիր փոխեց, Աստված մի ուրիշ ողորմություն բերեց, Աստված մի ուրիշ հարց բերեց։ Աստված որ շատ ընտանիքներ, որ արդեն քանդվելու շեմին, Աստված բերում է նույնիսկ միացնում եւ խաղաղություն է տալու, ժողովուրդ ջան։ Այո, կարող այդ պարագայի ժամանակ մենք չենք պատկերացնում այդ ամեն բանը։ Մենք մտածում ենք վերջ բրծավ։ Բայց Աստված մա դեռ հույս կա, տղա ջան։ Դու ինձ աղոթ կերա, ամեն հարց ես կլուծեմ, ժողովուրդ ջան։ Այո, ինչպես եղբայր, այո, այսօր տեսնում ենք շատ ընտանիքներ, հավատքի ընտանիքներ, բաժանում են իրարից, ժողովուրդ ջան։ Մարդուկին բաժանում են, հավատքի ընտանիքներ։ Հələ մենք անհավատներին թողում ենք, ժողովուրդ ջան։ Այն մարդիկ, որոնք Աստծուն ճանաչում են, բայց մենք տեսանք, որ իրանք հասել են բաժանության, իրարից բաժանվել են։ Ինչն էր պատճառը։ Աստծո խոսքը փոխվավ, թե մարդիկ փոխվան, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, այդ որ ասում է Սատանեն մռնչող առուծպես ման է գալու, թե ում բդի կուլ տա, նա հաջողություն է գտնում, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, այո, շատ ընտանիքներ ինքը կարողանում է բաժանել, շատ ընտանիք կարողանում է վնասել։ Մարդիկ հոգով ջրով մկրտված տարիներով հավատքի կյանքի մեջ ապրած եւ ամուսնանում են հոգեվոր ամուսնություն, որ իրականություն, որ Աստված ընտրում։ Բայց գալու մա պարագան մեկ է տեսնում ես իրար հետ կշտություն կա, իրար հետ դժվարություն կա։ Ցեք Աստված մի բան ասում, եթե մի բան կա մարդու կնոջ ընտանիքի մեջ, ժողովուրդ, Աստված ուզում է, որ մարդուկին գան Աստծո առջև աղոթեն Աստծուն։ Այդ քո մեջտեղի խնդրը պետք է Տերը վերցնի։ Այդ բաժանությունով ու Տերը այդ հարցը չի լուծում, ժողովուրդ ջան։ Այսինքն այդ քո եղած խնդրը, եթե մեկի չեկրում ներեք, չեկրում զիջեք, չէ, դրա տեղը մի հատ գալու եք Հիսուսի ոտքերի տակ, աղոթում ենք Տեր Աստված։ Ներես մեզ Հիսուս ջան։ Այնքան կարևոր է, երբ որ ամեն մարդ իր մեղքն է տեսնում, ժողովուրդ ջան։
Իշու մետպես վգայություն կար, երբ որ ես հարևան ասում եմ, այ հարևանը, լեկն այս հարևանի տունը, տենակ են չի սանս մոտ կռիվ չկա, մենք անտատ մարդուկին իրար ծեծում ենք։ Այս հարևան էտում է, տղամարդ, էտում է, վերջը, կինը մի վեդրո է դրած անում, ես մարդը գալում խփում, թափում այդ վեդրոն ջուրը, կեղտո ջուր է անում, ժողովուրդ ջան։ Այս հարևանը նստած է, մի մտածում ես այդ տեսը մի ամուսին ինչ կենես կանգա գլուխը։ Այս ամուսին ասում է, կին ասում է ամուսին ջան կներես էլի չկարողացա շուտ վեդրոն տանել, ամուսին ասում է դու էլ ընձի կներես, կին ջան, որտեվ ես չտեսելի։ Այս մարդը ասում է այ կնիկ ջան, երկուսն մեղավոր են, երկուսն իրար ներողություն են խնդրում։ Իսկ մեկ երկուսն արտար եք, դա բար իրար եք ծեզում եք, իրար ջարդում եք, ժողովուրդ ջան։ Էս է հավատքի կյանքը։ Երբ որ ամեն մարդ իր կուրսն է ծեզում, իր ներսն է տեսնում, Տեր Աստված։ Ոչ թե իմ կինս է մեղավոր, ոչ թե իմ ամուսինն է մեղավոր, այ ես եմ մեղավոր, Տեր Աստված, դու ինձ փոխա։ Այնքան կարևոր է, երբ որ մենք այն մաքսավորի պես աղոթք ենք բերում Աստծո առջև, մաքսավորի պես։ Եթե դու ուզում ես քո ընտանիքը փրկես, դու մաքսավորի պես պետք է աղոթք բերես Տիրոջ առջև։ Տեր Աստված, ինձ փոխա, ինչ կնի Հիսուս ջան, ես քո կարիքը ունեմ։ Եվ վասնզի ես քեզի կաղաչեմ, եւ երրորդ խոսքը ասում է ով Տեր արտուն պիտի լսես իմ ձայնս, արտուն պատրաստ պիտի լամ քեզի ու սպասեմ։ Ժողովուրդ ջան, սա հավատք է։ Այս հավատքը, երբ որ Աստված բերում է իր ժողովրդի մեջ հավատք է բերում, որ մարդիկ ասում է ով Տեր արտուն պիտի լսես իմ ձայնս, արտուն պատրաստ պիտի ըլլամ քեզի ու սպասեմ։ Այսինքն ես արտուն եւ պիտի պատրաստ լինեմ, ես սպասում եմ իմ հոգսի պատասխան, իմ կարիքի պատասխան, ես սպասում եմ Հիսուս ջան։ Այսինքն արտուն կանող ես սպասում եմ Հիսուս ջան, իմ աղոթքի պատասխանների։ Ժողովուրդ ջան, Տամար Տերը բոլորս էլ օրհնի սիրասոր ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Աստված, որ այսօր Աստված ինչ է մեզ բոլորս է սիրում է եւ ուզում է օրհնի ժողովուրդ ջան։ Նաեւ 6-րդ Սաղմոսի 6-րդ խոսքից կկարտանք մի քանի խոսք ժողովուրդ ջան, 6-րդ Սաղմոսի 6-րդ խոսքից մի քանի խոսք կկարտանք ու կվերջացնենք։ Ասում է հառաչանք էնել է հոգնեցա ամեն գիշեր կլվամ իմ անկողինս, արցունքներովս կթրջեմ իմ մահիճս։ Ինչու ես թրջում մահիճը, ինչն է պատճառը, ով հոգի։ Այսինքն մենք տեսնում ենք, երբ որ մարդը իր կուրսն է ծեզում, այս մարդը աշկից արդասուն կոնում, երբ որ դու ծեզում ես քո դիմացինի կուրսը, քո աշկիդ արդասուն չկա, դու մենակ իան ես խփում։ Դու ես մեղավոր, ես արտար եմ։ Ժողովուրդ ջան, այո այսօր մենք տեսնում ենք ինչու համար շատ ընտանիքներ քանդվում են, ինչու համար, որտեղ ամենն էլ արտար են, մեջերը մեղավոր չկա։ Կին իր կողմն արտար, մարդ իր կողմն արտար չի, եւ դրա համար այդ ընտանիքները քանդում են։ Բայց երբ որ մարդը գալում ասում է հառաչանք էնել է հոգնեցա ամեն գիշեր կլվամ իմ անկողինս, ինչու ես լվում քո անկողին, չես լացում, ինչն է պատճառը։ Սիրելի եղբայր եւ քույրիկներ ջան, ինչն է պատճառը, որ դու քո անկողինը լվում ես արդասունքներով քո։ Միգուցե կարա դու պարգես քնելու, բայց քո քունը չի տանում, քո ներսը տեսնում ես շատ կարիք, դու տեսնում ես ընտանիքի խնդրեմ, դժվարություն է տենում, երեխեք կան, այսօր շատ հիվանդներ կան, բարեր կան ժողովուրդ, եւ շատ անգամ դու դառնես կարա պատիան քո արդասունքներ թափես, լվաս քո անկողինը, եւ դու Աստծուն ես աղաղակում, սիրելի ժողովուրդ ջան։ Եվ Աստված է տեսնում է քո աշկերի արդասունքները, նա անտարբեր չի անցնում քո մոտից, ժողովուրդ ջան։ Հնարով դեր այդ բաները դեր չի կատարում, դա չի որ Աստված քո աղոթքը չլսեց, Աստված հեռու գնաց քեզան, ժողովուրդ ջան։ Աստված լսում է, բայց Աստծուն միջոցներ է պետք, որ մարդուն դարձի բեր ապաշխարեն, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք տեսնում ենք շատ անգամ, որ մայրեր աղոթում են իրանց երեխեքի համար, ժողովուրդ ջան, չէ, բայց Աստված միջոցներ է փնտրում, ինչու՞ համար մինչև այդ հոգուն բերա դեպի իրան։ Աստված ուզում է, որ բոլոր ապաշխարեն, ժողովուրդ ջան։ Մենք ակրած երեք որ խոսացինք, սիրասոր, եթե հիշում եք, չէ, շատ կարևոր է, երբ որ մայրերը եւ հայրերը ավելի շատ Տերը ուրում է մայրերին, ժողովուրդ ջան, որտեղ ասում է երեխեն մորից է ворփնում, ոչ թե ուրիշ, ժողովուրդ ջան, թեկուզ ես հայր եմ, բայց այն որ ճիշտն է, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք ինչու համար Աստված շատ է պահանջում մայրերը, որ իրանց
ձերքերը չթուլացնեն։ Շատ անգամ մարդիկ թուլանում են, ժողովուրդ ջան, էլ չեն աղոթում։ Նայում են երեխեքը սովորում են, լավ է դե Հիսուս ջան, ամեն ինչ լավ է, խելոք են, ու վсё, ինչ կապ ունի։ Բա երեխի փրկության հարցը պետք է լուծի, ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլոր սերունդին ժողովուրդ ջան, Տերոս օգնես մա հառաճանք ենել է հոգնեցա, ամեն գիշեր կլվամ իմ անկողինս, արցունքներով կթրջեմ իմ մայիչս։ Իմ աչքս մաշեցավ տրտմությունեն, ու իմ բոլոր թշնամիներս պատճառով հինծավ։ Ինձ մե ետ կեցեք ամեկ դալ, որ անորություն կգործեք, ինձ մե ետ կեցեք, որ դուք անորություն եք գործում, այսինքն մենք ձեր հետ չենք կրա բաժին ունենա, մենք չենք կրա ձեր հետ ընկերություն անենք, այն մարդիկ, որ այսօր բամբասանք են, այն մարդիկ, որ դու այդ մարդկանց հետ չես կրա նստես, ժողովուրդ ջան, իրանց հետ գալու դու բամբասանք անես, այսինքն քո հոգուն հաճելի բան չի գալու, եթե միտեղ նստում ես, եթե տեսնում ես, շատ անգամ դե տղամարդիկ իրանք հայոյանք սիրում են, ժողովուրդ, չէ, այսօր արդեն այս բանը կանայքեր են հայում արդեն ժողովուրդ ջան, մանդ ռուս կանայք, որ հայում են, զարմանում են, այ վերջը մենք տղամարդիկ կարող ամաչենք, բայց դուք չեք ամաչում, ժողովուրդ ջան, Տերը ողորմա։ Ասում են գեցեք ամեն դալ, որ անություն կգործեք, վասն Տերը իմ լալուս ձայնը լսեց, ետ գեցեք ինձնից, իմ հայրս իմ լացի ձայնը լսել է։ Սա հավատք է, ժողովուրդ ջան։ Իսկ անոնն է գալում, ասում է, գիտես ինչ կա, ասված քեզի չի լսում, ասված քեզի չի տեսնում։ Դու կարող այնքան շատ մեղքեր ես գործել, բայ, ասված քեզանց հեռացել է, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատ մարդիկ հավատում են, ժողովուրդ ջան։ Դրա տեղը որ ասենք մարդիկ, այո, այս որ կարտացինք, չէ, առաջագին հոգնեց, արտասուներով լվացի։ Սա պետք է լինի մեր կյանքի մեջ, որ մենք մեր Աստծուն փառավորենք, մեր արտասուները բերենք Տիրոջ առջև, հավատանք մեր Աստծուն, որ Աստված լսում է մեզ, ժողովուրդ ջան։ Նա քո հայրն է։ Այնքան կարևոր, երբ որ հայրը եւ որդին իրար ճանաչում են, որդին հորը ճանաչում է իրար, ժողովուրդ ջան։ Այսօր գիտենք, արա շատ անգամ շատ երեխեք իրանց հորը չեն ճանաչում, ժողովուրդ ջան։ Բայց երեխեք կան, որոնք ճանաչում են իրանց հորը, Աստծո ժողովուրդ ջան։ Այսա կարևոր հարց է։ Երբ որ մարդը ճանաչում է իր երկնային Աստծուն, ով է իր համար Աստված, ով է իր երկնային Աստվածը, ժողովուրդ ջան։ Դամար մենք տեսնում ենք ինչ ասում Տիրոջ խոսքը, չես մա։ Ասում է Տերը իմ աղոթքս լսեց։ Սա հավատք է, ժողովուրդ ջան, թե չէ։ Հիմա մենք կարդում ենք, ասում է Տերը իմ աղոթքս լսեց, եւ դու ես կարդում, սիրելի քույր եղբայրս։ Հիմա դու ես խոսքին հավատում ես, թե չես հավատում։ Ինչո՞մ է շատ անգամ մարդիկ չեն հավատում Աստծո խոսքին, որտեղ մարդիկ նայում են իրաց թերությունները, իրաց դժվարությունները, իրաց խնդիրներին, այս ասե խնդրեմ է, էդու բա խնդրեմ չունի, ժողովուրդ ջան։ Հիշում մի հատ երիտասարդ համարսին եղբայր ջան աղոթք կանես, ասում եմ Ազիզյան, ինչ եղե, ասում է եղբայր ջան, միտք է գալում, ես ում ձելա միտք գալում, ասում է քեզ էլա միտք գալում, ասում եմ անձելա միտք գալում, էդու միտք չի գալում։ Այսինքն մենք տեսնում ենք ինչու համար այսօր շատ անգամ մարդիկ Աստծո խոսքը թողում են, իրանցով են զբաղվում, ժողովուրդ ջան։ Մինչև իրանց հետ կռվում են, մինչև պատերազմում են ու ձեռները հոգնում ու թուլանում գնում են։ Ով հոգի։ Աստված ասում է ես քո աղոթքը լսում եմ։ Այդ մտքի պատերազմից դու պիտի դուրս գաս, չմնաս դրա մեջ, ժողովուրդ ջան։ Հալավ մի անգամ պատերազմեցիր, դու արդեն հասկացար, որ դու այո, սա չարիցա, սա Աստծուց չէ։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, 4 անգամ, 10 անգամ, վերջը իշքան պիտի Աստված մեզ սովորացնի, ժողովուրդ ջան։ Ավետարանը։ Հմիտեր ասում է, Տեր իմ աղոթքս լսեց, Դավիթ ասում է։ Եվ նաև դու ես կարդում, ասում ես, Տեր իմ աղոթքս լսեց։ Մեկը միտք է գալում, հələ մի հատ էլ քեզի նայա, Տերը քո աղոթքը լսել է, հələ մի հատ քո վիճակին նայա։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատ մարդիկ այսօր էսի թողում են Աստծո խոսքը, գնում են իրանց հետևից։ Այնքան իրանց ծանրաբեռնում, ժողովուրդ, այնքան բեռ են դնում իրանց վրա, որ իրանք արդեն չեն կրում տանեն այդ բեռը։ Ասած մեծ բեռը թող այ մարդ թափա այդ բերանձի պետք չի դու բեռերը։ Այդ քո անհավատությունները, այդ բեռը որ սարքել ես քո գլխին, չէ, եւ դու անհավատություն ես անում, ինչ պետքա դրանք, ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորս էլ օրհնի սիրաշ ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ իր ժողովուրդը հավատք ունենա Աստծո խոսքի վրա, սիրել Աստծո ժողովուրդ ջան։
Դամարսմա Տերիմ աղոթքս լսեր, Տերիմ խնդրվածքս պիտի ընդունի։ Սիրասո Ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլորս կանոք վերջացնենք եւ Տերը տա որ այս խոսքը մեր Տերը մեր կյանքի մեջ լույս բերա Ժողովուրդ ջան։ Որ այսօր մենք հավատում ենք, որ Տերը լսում է մեր լացի ձայնը, Տերը լսում է մեր աղոթքը Ժողովուրդ ջան։ Թող սանով փառավորվի Աստծո անունը, ամեն։ Տերը օրհնի բոլորս